Բարի օր հարգելի հետևորդներ ջան։ Ես արդեն անցել եմ իմ գործի լավաշը թրջել եմ, հիմա էլ սպանաղն եմ կտրտում։ Մի փոքր կտապակեմ ձեթով, հետո կավելացնեմ համեմ և համեմունքներ։ Շատ չեմ լցնում։ Անում ենք երկու մասի, հետո նոր կլցնենք սպանախը։
ինչ ենք անում, հիմա պետք է վրեն քերենք պանիր։ Հիմա զգուշությամբ կփաթաթենք։ Այսպես։ Եվ այսպես։ Սա դնենք մի կողմ, հիմա պատրաստենք հաջորդը։ Չենք վախենում, որ հյութալի է, ագել հետևորդներ ջան։ Ժողովուրդ, ես ասացի, որ սև պղպեղ պետք է լցնեմ, բայց չլցրեցի, սև պղպեղը փոխարինեցի կարմիր աղացած պղպեղին։ Ու մի փոքր կծույություն կար մեջը։ Նորից քերենք պանիր։ Այսպես։ Հիմա ինչ եմ անում, հարգելի հետևորդներ ջան, հիմա վրան ձու եմ քսելու, հետո նորից պանիր քերեմ եւ դնեմ ջեռոցը։ Ջարդել եմ մի հատ ձու, մեկ թեյի քթալ լցրել եմ ձետ եւ կարմիր պղպեղ ավելացնեմ։ Նույնիսկ լավ կխառնեմ։ Այսպես եւ այսպես։ Ասենց սիրուն կսենք ամբողջ կողքով և վրայով սենց։ Դե ջեռոցը արդեն ես միացրել եմ, նորից այսպես վրան պանիր քերեմ,
Հիմա սա արդեն կտեղափոխեմ ջեռոց։ Անտիր, ժողովուրդ ջան։ Հարգելի հետևորդներ ջան, ուրեմն նայեք, հարևանուհիս իրանց տան, այսպես ասած, զադիկի ձվերը ներկելա, շատ մոտիկ հարևան այնձի, այս պահին չունեի, պետք է ներկեի սովորական ներկերով ձվերը, ես էլ չեմ սիրում, միշտ սիրել եմ, որ ձուն ներկում էին սոխի կլեպով, չգիտեմ ինչի այդպես, ես միշտ տեղ եմ տվել, որ ամենաճիշտը հենց ձվի կներեք, սոխի կլեպով ներկելն է իմաստը։ Այդ հարևանուհիս հենց նոր բերեց, ինքը ներկել է, ասեց ջուրը մնացել է, կճեպի հետ միասին, բերեմ դու էլ ներկի, ես էլ չհրաժարվեցի։ Կարող է դուք էլ ունենաք այդպիսի լավ հարևաններ։ Այդպես մի հատ լավ խոսք կա, չէ, ասում է լավ հարևանը հազարատ բարեկամ արժի, այդ հենց այնպեսի չի ասվում։ Իմ մոտիկ հարևանուհին է։ Հիմա ես կներկեմ, հետո նորից ես կացան կտամ իրան։ Ես սիրում եմ։ Ճիշտ է, Էլենս որպես երեխա միշտ ասում եմ ման փոխենք, ուրիշ գույներով ներկենք, ուրիշ չգիտեմ, ես ճիշտ է, երեխա ինքը իր տարբերակն է ասում, բայց ես միշտ տեղ եմ տվել այս ձվի, այն նորից ասի ձվի ժողովուրդ ջան, այս սոխի կլեպի գույնը։ Ու համն էլ է տարբերվում։ Հիմա ծածկեմ կափարիչը, գազն էլ վառեմ։ Ասյալ եվս ասի։ Ինք արդեն կիերա, ամբողջությամբ գույնը կփոխի։ Սա այսպես կդնենք, իսկ ես մեկը կկրկատենք։ Նայեք ժողովուրդ ջան, այսպես, կարելի է այսպես դրած, ինչի չէ։ Այսպես։ Սա էլ այսպես։ Սա էլ լավաշով ռուլետները, հարգելի հետևորդներ ջան։ Այս մեկը չեմ կտրում, երբ որ ուտենք, այն վաղտեր կկտրեմ։ Բայց ես հիմա պետք է մի կտոր ուտեմ։ Ընտիր է, ընտիր։ Կարող եք դուք էլ պատրաստեք զատիկի սեղանը զարդարելու համար։ Եղանակը նորից խառնվեց իրար։ Սաղ գիշեր քամի այլ է ժողովուրդ, քամի, անձրև, առավոտյան մի պահ բացվեց եղանակը, մի պահ արև արեց, նորից էլի անձրև։ Ամպերը տեսեք խառնվել է իրար։
Պատրաստ արդեն անջատենք կրակը։ Վերնենք։ Ասեք ինչ լավ հավեսին գույն այլ է, բայց Էլեն ջան, ծոր մի հատը ճաքել է, Գույնով էլ կանես։ Գույնով էլ անեմ։ Չնայած թորնիկներս էլ են սիրում, տարբեր գույնի։ Մենք որ փոքր ենք ել ուրեմն ժողովուրդ ջան, միշտ մեր մամաները, մեր տատիկները ներկել են սոխի կլեպով։ Հիմա էլի մեծացել ենք, մենք էլ ենք տատիկ, բայց էլի այս սոխի կլեպը մնացել է մեզի հուշ, ու մենք գիտենք, թե պիտի հենց միշտ այս սոխի կլեպով ներկենք։ Չգիտեմ, բայց այս սերունդը հիմա, այն աղջիկս ասում է պիտի նորից ուրիշ գույնով ներկես։ Թորնիկներս իրանց մամային ասում են, դե Վարդույս էլ մի քանի գույնի, մի քանի այդպես տիպերով ներկել է։ Մենք որ այսպես ենք ուզում, գիտենք պիտի երեխաներն էլ։ Մամա, տիպ ունենք։ Կնայեմ Էլեն ջան։ Տիպով էլ ասիրում։ Տիպով ներկել ենք, բայց Էլեն ջան, էսի լրիվ ուրիշ է։ Գիտեմ։ Էլի ճաքել է։ Հա, ոչի, ճաքածները մաման կխաղա։ Մամա, գիտես, որ առաջ որ խաղում ենք ձուն, որ խաղում ենք իրար ենք խփում, պարտվում էր նա ում ձուն կրվում է, ում ձուն ճաքում է։ Իսկ հիմա ում ձուն ճաքում է ինքն է կրում։ Քանի որ այդ ճաքած ձուն համարվում է տիրոջ գերեզմանը, որ ճաքում է, գերեզմանն էլ է ճաքում։ Հա, այդպիսի բան կա։ Հա, ես էլ եմ նոր իմացել։ Հա, այդ մեկը չգիտեի իմ աղջիկ։ Սիկես ինչ լավն է, այս ինչ լավն է։ Դե մենք այս պահին խաղացող չունենք, հարգելի հետևորդներ ջան։ Երեխաներս, թորնիկներս էստեղ չէ որ խաղան։ Ես ու Էլենս ենք խաղալու։ Դե լավ, գնացինք ցորենի կողքերը շարենք Էլեն ջան։ Մամա, չուն կնի կողքից։ Չին գնի, արխայ։ Բոլորը ջարդում։ Չին գնի։ Մեր այս փոքրիկ դնենք այստեղ։ Ես էլ այսպես։ Դե, հարգելի հետևորդներ ջան, այսօր էլ այսքանը, նորից ասեմ, բոլորիդ տներում ուրախ զատիկ, բոլորիդ առողջություն, Աստված պահապան բոլորիս ընտանիքներին, թող բոլորիս ընտանիքներում միշտ լինի ուրախ, լինի խինդ ու ծիծաղ։ Դե այսքանով էլ ավարտեմ և բոլորիդ ասեմ ամենալավն ու բարին ցտեսություն բոլորիդ։